Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Ժողովուրդ, այսօր սենց հետաքրքիր վլոգ ա մեզ սպասվում, ինչու, զգացիք իզև ասի ինչու։ Որովհետև ես սկսել եմ ակցենտով խոսալ, որովհետև այսօր մենք գնալու ենք ֆիլմ դիտելու, այո, եւս մեկ անգամ գնալու ենք ֆիլմ դիտելու, քանի որ մեր շատ սիրելի Մելինեն մեզ եւս մեկ անգամ երջանկացրել է եւ բերել հասցրել է Եվրոպա եւս մեկ հիանալի ֆիլմը կոչվում է Կրկին փորձիր։ Ես վստահ եմ, որ արտակարգ երեկո ենք անցկացնելու ու մեր այս օրվա աշխատանքային օրվանից հետո հոգնած, որ գնանք հասնենք այնտեղ, վստահ եմ, որ գերազանց ժամանակ ենք անցկացնելու։ Դե ինչ որ ես եկա տուն, մի փոքրիկ հաց կերա, որ ճիշտն ասեմ, փոխվեցի, հագա տան շորերս։ Ու երեք երեկոյան ես վեր կեցա եւ պատրաստեցի մեղրով տորթի լիստերը։ Մեղրով տորթի բաղադրատոմսը ալիքում կա, ես կտեղադրեմ այս հոլովակի ներքևում, եթե ցանկանում եք պատրաստեք, գնում եք, ռեցեպտը նայում եք ու պատրաստում եք ու վստահ եմ, որ դժգոհ չեք մնա, որովհետև դա արտակարգ ռեցեպտ է ժողովուրդ, ով չի դիտել, ով չի փորձել, հաստատ շատ բան է կորցնում, որովհետև նախ բաղադրատոմսի մեջ ընդհանրապես կարակ չի գնում, շատ արագ է պատրաստվում, շերտերը շատ փափուկ ու բարակ են ստացվում, բարակ ու հաստ դուք եք որոշում, ավելի շուտ, շատ փամփլիկ ու փափուկ են ստացվում, շատ հեշտ կրեմը քաշում են իրենց մեջ, մի խոսքով այնքան գովացի, ոնց որ մարդու տամ ես այդ մեղրով տորթին։ Այդ երեք ներողություն։ Լիստերը արեցի, վերջացրեցի, կրեմը հեսա կպատրաստեմ։ Թևիկներ եմ գնել մեր խանութից, թևիկները կպատրաստենք միասին երևի թե այսօր, կդնենք դուխովկա, որ գա Արմենը հաց ուտի, պատրաստվենք մենք դուրս գանք, մենք մենակ երկուսով ենք գնում, երեխաները չեն գալիս, ու հետո երեխաները կգան ինքնըստինքյան կուտեն, իրանց համար եմ պատրաստում, մեղրով տորթը իրար հետ կպատրաստենք, կվերջացնենք, կրեմը ես կանեմ, հա Ցույց չեմ տած այս կրեմը, ինձ թվում է իմաստ չկա ցույց տամ, որտեղ բաղադրատոմսի մեջ կա, եթե ուզում եք պատրաստեք, կգնաք այդ բաղադրատոմսի վիդեոն կոնկրետ կնայեք ու կպատրաստեք։ Ուղղակի այս անգամ փշուրով եմ անելու, հոլովակի մեջ բանով է, դուք ասեք, գլազուրով է, բայց ժողովուրդ, գիտեք Սերինեն ինչա մոռացել, մի հատ գուշակեք։ Խտացրած կատ։ Խանութի ծառա թևիկները, խանութի ծառա մասկարպոնեն ու սլիվկա ունեմ տունը, ասեցի լավ, կասեև անցա ու մտքովս ինչ-որ բան անցավ, ասի լավ է, հավես չկա, էլ չեմ առնում, այս աշխատողն ասում է հաստատ չես առնում, ասում չէ, չեմ առնում, լավ ասում է, դե նայ, հա, հաստատ ասել ես բան չեմ անում, ասի չէ։ Եկա, հաց կերա, հանգստացա, ինչ-որ մի հատ փոքրիկ հաղորդում էր, էդի նայեցի, հելա ասեցի կրեմը պատրաստեմ ասի վայ Սերինե, դու ես ինչ աղջիկ ես, ինքս իմ վրա ջղայնացած, որ վերջ, կամ պետք է մեղրով տորթը չպատրաստեմ այսօր, վաղվա վրա մնա, կամ էլ ասեցի շաքարի պուդրիով պետք է անեմ, շաքարի պուդրիով է, որ ճիշտն ասեմ, այդքան չեմ սիրում, ինձ թվում է, որ խտացրած կաթով ավելի համով է ժողովուրդ, ու այդ պահին ես հիշեցի, որ իմ կողքի հարևանուհին, կողքի պատիստի հարևանուհին, իմ հետի աշխատողն է, ու նա դեռ չի վերջացրել աշխատանքը, զանգեցի ասում եմ լսի, ինչ կլինի, մի հատ խծացրած կաթ առիմ համար, էլի ինչ կլինի, օքեյ ասում եմ, մի խոսքով հիմա առել է, զանգեց ասում եմ, որն ես ուզում, էսի թե էսի, ասում եմ էսի, ասում եմ մի հատ թե երկու հատ, ասում եմ մի հատ, հաստատ մի հատ, ասում եմ հա, նայ ասում եմ, հաստատ մի հատ, ասում եմ հա, հիմա սպասում եմ հեսա հասնի շենքի դեմը իջնեմ վերցնեմ ու կրեմը մի անգամից պատրաստեմ ու մեղրով տորտիկը զարդարենք որն է, փշուրով եմ անելու այսօր, չգիտեմ ասեցի հա, փշուրով եմ անելու, հեսա փշուրը արդեն պատրաստել եմ, 7 լիստ թխեցի, մի լիստը այսինց փշրել եմ, մնացածը այստեղ է պահպանված, այստեղ մեր թևիկներն է հեսա մի հատ կմշակեմ, մշակելը որն է, նայեմ տեսնեմ, եթե փիտուր չկա վրան, դրանք կհանենք, պատրաստենք,
աղ բիբար համեմունքներ կանենք վրեն, կուղորկենք դուխովկա, դրանց է կվերջացնենք, կմնա արդեն ես ինքս ինձ մի հատ խելքի բերեմ, այսինքն մազերս մի հատ լվանամ, ֆենեմ, մազերս սպիտակել է իդեպ, բայց դες չվայմա, պետք ասի մի հատ էլ մազի բեր ներկեմ, բայց չէ ժամանակս չերի կել մազերս ներկեմ, դրես պատճառով չեմ ներկի այսօր, ուղղակի կֆենեմ, հա, հիմա որոշեմ ինչ պետք է հագնեմ, մտքից մեջ կա ինչ-որ մի ծրագիր հագուստի, հիմա պետք է փորձեմ, հուսով եմ, որ դուրս կգա ու այդ ձև կհագնվեմ, Արմենն էլ կգա, Արմենն էլ հաց կուտի, կոֆե կխմենք, կհանգստանա, կպատրաստվի ու կգնանք երեկոն վայելելու, իհարկե ձեզ մեզ հետ ենք տանում ինչպես միշտ, որտեղ մենք, ընդեղ դուք։ Այսպես սիրելիներս, հիմա սպասեմ թող իմ գործընկերուհին բերի հասցնի բարով խերով իմ խտացրած կաթը, որ ես կարողանամ տորթը ավարտին հասցնել։ Ուй, մեզ մոտ սառնամանիք է իրականում, որովհետև այստեղ եղանակը, այսինքն հիմար եղանակ է, ասեցի տեսնեմ, միգուցե արդեն երևա, բայց հələ որ չի երևում, շատ ցուրտ է ժողովուրդ, երեք նույնիսկ փեջը միացրե, պատկերացրեք, այստեղ խառնա, նայեք, խառնվել է սան իրար, ասի անգեն գետին, որ ուй, ասի այսպես, հիմա սպասենք մեր ինքը դինջ, դանդաղ, հանգիստ, քայլող աղջիկա, ինքը գիտի դրա մասին, նույնիսկ որ գործից ուշանում է, ինքը չի անհանգստանում, ինքը գիտի, որ մեկը ինքը պետք է դանդաղ քայլի, հիմա դարի ասա, աղջիկ ջան, ես ստեղ գործս թողել եմ, ու սպասում եմ, որ դու այդ խտացած կարգը բերես, որ ես թիթեր նկարեմ, մի քիչ արագ կայելի էլի, կամ էլ աշկես ինքը իր առևտուրն անում, թիթեռասի թիթեռատեսա նկարի մեջ, ես ինանիկի նկարած թիթեռնա, ու քոնի տարի առաջ, երևի 6-7 տարի առաջ է նկարել, ինձ է նվիրել է թիթեռը, այն օրը գտա, որ ճիշտն ասեմ, նանիկի թիթեռնիկը, հետ աստեղ դրած է, հետո կամրացնեմ երևի թե ես կողմը պատին, աստեղ կամրացնեմ, այսպես ժողովուրդ դե լավ ձեր գլուխը չտանեմ, հիմա ես չգիտեմ ես թևիկների հարցը սկսեմ լուծել թե չէ, որովհետև ամեն վարկյան կարող է նա զանգել։ Ժողովուրդ ես այս հավի մսին կպնելը, մինչև պատրաստել այդ կաշվի վրի մազերը, փիտուրները, չգիտեմ բմբլները ոնց են ասում, դրանք իմ համար շատ դաժան պրոցես են, ես շատ վատ եմ լինում, բայց քանի որ այսօր տարից դուրս են գալու ու ես շատ ժամանակ չունեմ, ես չեմ կարող սպասեմ, որ Արմենը գա, արդեն լվացել եմ, հիմա նայում եմ, Արմենը գա ու ոնց որ մի հատ էլ եթե լինի հանգարցվեն ինքը հանի, իրականում շատ մաքուր են իրանք, չգիտեմ, sense ցույց տամ, ինձ թվում է երևա ձեզ մոտ, շատ մաքուր են, ոչ մի տենց բան չկա, եթե լինի մեկ ու մեջ sense մեծ, sense երկար, որը որ շատ հեշտ է հանել իրականում, բայց ինձ համար ստրես է, հիմա աղոթենք, որ շատ չլինեն, որպեսզի ես չտանջվեմ, լավ մաքուր է, ու գիտեք չէ, եթե ես ես նայում եմ ու հանգարց տեսնում եմ ինչ-որ բան, հետո պատրաստելուց ես չեմ կարողանում ուտեմ, նույնիսկ եթե մաքրել եմ արդեն, չեմ կարողանում ուտեմ, իմ մոտ նես տպավորություն է, որ էդի հելը վրեն է, այդենց վատ բնավորություն ունեմ ու դրա համար, որ հավ են գնում, հիմնականում Արմենն է վրայից այն ինչ-որ պետք է հանում, կաշի բան, որպեսզի ես չտեսնեմ ու չվատանամ, նայեք, հիմա սրա վրա մի հատ կար, դնեմ այս կողմ մաքրեցի ճիշտ է, բայց դնեմ այն կողմ, որ մի հատ էլ լվանամ, որ հետո աղբիբարը անեմ, ժողովուրդ կարմիր, ուղիղ եթերի համար տեսակ չէ, ինչ եկավ մեր գլխին, տեսակ չէ, բայց դուք տեսակ ինչ եղավ, այնքան անտրամադիր էի, չեք կարող ուղղակի պատկերացնել, որտեվ ես իմ տեսակով, եթե մի բան ասում եմ,
սիրում եմ անել, հա, եթե խոսք եմ տվել, ուրեմն պետք է արվի այդ ամեն ինչը։ Ու պարզվեց YouTube-ից էր գալի, Սամուս եկավ, բանը ջնջեց, ամբողջ YouTube-յան ալիքս և նորից հետ քաշեց հեռախոսի մեջ ու աշխատեց ժողովուրդ ջան։ Բլոկ էր եղել, չէր լինում, սխմում էինք, չէր սխմովում այդ ուղիղ եթերի կնոպկայի վրա, որ սխմում ես, որ միանաս, չէր միանում։ Ես արդեն պանիկայի մեջ էի ընկել, ասում եմ ինչ-որ ես եմ ինչ-որ մի բան սխմել, բայց փաստորեն ես մեղավոր չէի, ուղղակի այդպես էր ստացվել, որ ասում եմ, ուրեմն պետքա տենց լիներ, ուրեմն պետքա ուղիղ եթեր չմտնեինք, դա մանանն ասեց։ Ասում եմ, ուրեմն տես պետքա լիներ։ Ասի, օքեյ, օխ, ես իրա վրա երկու հատ մեծ եմ։ Այդենց, մի խոսքով այսօր էլ էսպեսի օր է մեզ մոտ, գնացի, աշխատեցի։ Արագ անցավ օրը, առավոտը դժվար արթնացա, ոչ չեմ սիրում առավոտները շուտ արթնանալ, երկար չեմ քնում, գիտեք, չէ՞, ասենք 8-ին ես արդեն արթուն եմ, 7:30, 8-ին, բայց հենց պետք է, ասենք 5-ը, հələ 6-ը չկա ու ես պետք է արթնանամ, դա ինձ համար շատ դաժան է ժողովուրդ, շատ դաժան է, դա իմ պատիժն է ու ամբողջ այդ ընթացքը, որ ես աշխատում եմ, իմ մտքի մեջ քնելն է, որ ճիշտն ասեմ, ու անկեղծ ասեմ, եթե ես այսօր չունենայի գործողություններ անելու, ինչպես որ վլոգ նկարելը և տեղ գնալը, ես կգոյի տուն, հաց կուտեի, տելևիզորով մի բան կմիացնեի, ձեզի հավեսի եմ գցում, հատկապես եղանակը հենց դա է ասում, հենց դա է հուշում մեզ, ուպս, ու ածյալը կգցեի վրես, կպորկեի դիվանում, օխ, ես ասեցի, ես ինքս իմ երազանքին նախանձեցի, լավ էր չէ, և կվայելեի մենակությունս, որտև տանը ոչ մեկ չկա, լռություն է տանը, լռություն, բա, և կվայելեի, այո, մինչև մի ժամ ու կես, մինչև Արմենի գալուն կմնայի մի ժամ, կելնեի ես թևիքները արագ պատրաստեի, և վերջ, դուք տենում եք ես ձեզ հետ ինչքան խոսացի, տեսնում եք ես ինչքան ժամանակա ասել եմ, որ իմ գործընկերուհին զանգել է, ու ինձ հարցրել է ես ինչ եմ ուզել, ու մինչև հիմա նա չկա, վայ, կալա աղջիկ, դու ես ինչ դանդաղ ես, լավա չսպասեցի գար նորեսի անեմ, գիտեք չէ, ես ու ժամանակ էի կորցնելու, հլե գրեք տեսնեմ ով է թևիքներ սիրում, ես թվում է բոլորն էլ թևիք սիրում են, Նանիկը, որ մեծ աղջիկը մեր, որ այդքան հավի սիրահար չի, այսինքն կրսկամիսը ուտում է, բայց բուդմուտը տենց չի սիրում, չնայած նայած վաղ, հենց թևիքներ շատ էր սիրում, իրանից չնայած շատ չկակ, եկել տեսար, եկավ հասար մինչև դրան դեմ ես, ասի որ հասնես շենքի դեմը, զանգի իջնեմ, Կինոն գնում ենք նայելու ես, Նելին, Արմենը, Նելի որդին, երեխեքը, օբշի ոնցոր երեխեքը ու Ստելան էլ այնտեղ լինելու կարծեմ ամուսնու հետ, մի խոսքով սա այնտեղ ուրիշ մի հատ էլի հայուհի կա, Նարան, բոլորս սենց մի շարքով վերցրել ենք, այսինքն շարքը գրավելու ենք, նստենք, շատ հավես ժամանակ ենք անցկացնելու, ես վստահ եմ, իրոք հավես է, ինչ լավ է, որ շատ բան չի, թե չէ, ոչ եսի շոտ է ժողորդ, եսի չի տեղավորվի, ես ընդհանրապես 2 կիլո եմ առնում, եսի ինչքան էր, 3 կիլոյու կես էր կարծեմ, փոճուր ամանովը չկար, ստիպված մեծը վերցրեցի, բայց ես քանը չի տեղավորվի իմ դուք ասեք, երևի մի քիչ կգցեմ խոլով, որովհետև շատ այդի, նրանք մի հատ լվանամ, քանի որ վրան ջուր-մուջուրիկ մազիկներ տեսամ հանեցի, ջրի տակ լվամ կա,
Ժողովուրդ, ես իջա արագ եկա, մի քիչ մենք պատերազմեցինք գումարի համար, ուզում էի փողը տայի, եղոսկով ես տվի ինքը հետ տվեց, ես տվի ինքը հետ տվեց, հենց ախառնվավ իրար, վերջում ինքը հաղթեց, ասում է չի կարելի, տենց բան չանես, ես իմիշ չեմ առել, որ փողը տաս ես կոմենկոմ, ասի լավ պահի վաղը սոկ կարնեն գործի տեղ կխմենք, մեկա չհամոզեցի, ինքը գիտի իմ բնավորությունը, դրա համար մի խոսքով ետ վերցրեցի, ետ տվեց, ետ չվերցրի, էսի մեր հավի թևիկները, այսքանը տեղավորվեց, այսքանը կուղարկեմ սարցարան, որտեղ շատ է, ասեմ յուրի շոր կպատրաստենք, ինչ անենք, որ այսպես ստացվեց, չի տեղավորվում, հետո չապ կա, որ այդ դրանից ավել է լինում, արդեն, որ անկեղծ ասեմ, մնում է, չեն ուտում, որ հաջորդ օրն էլ մաքսիմում ով ուտի, դե Արմենն է, երեխեքը էլ չեն ուտում, նույն րոպեին եթե կերան տակ-տակ, վсё, եթե չէ։ Դրա իսկ պայթարով իմաստ չունի շատ սարքեմ, կարա երկրորդ ռեսով դնեի, հա, դուխովկա, բայց իմաստ չկա, սենց արդեն ինքը պատրաստի է, դնեմ սարքցարա, ու երբ որ հենց ուզենանք սարքենք, կհանանք, ու վсё։ Հիմա ես տեղ անեմ աղ, Հուսով եմ ոչ աղի կլինի, ոչ էլ անալի, ես վերջերս իմ մոտ չի ստացվում նորմալ աղ անել, նորմալ աղ բռնել, կամ անալի է լինում, կամ աղի է լինում ուտելիքը։ Սիբուլետ ինձ թվում է կանաչ չորացրած սոխն է, դա է, հորից էլ է կանաչ չորացրած սոխի հոտ է գալի, համով է լինում պատկերացրեք, սենց մսերի վրա սենց ցանում էինք, սիրն է։ Հոտն էլ անուշ է, հա ձեզ չի երևում, չէ։ Իբր բան եմ սարքում, ձեզ ծուպը չեմ տալիս, բայց ենք էնպես անի, որ ձեզ էլ երևա։ Հիմա ինձ թվում է համեմատաբար ձեզ երևում է, սա աղն է, ցանել եմ արդեն, հաջորդ կողմը չեմ ցանում, ասեմ ինչի, որովհետև այս պիլմենի համեմունքը, որ նույնպես անում են իրեն վրա, ինքը աղ գոյություն ունի իրեն մեջ, Նրա համար ցանկալի է աղը արդեն ինքնին քիչ անել, սա այսպես, մի քիչ այս վերջերս սկսել եմ չաման անել, միշտ մսերի վրա, չգիտեմ, չեմ հասկանում հələ որ ինչ-որ հատուկ համ է տալի թե ոչ, բայց սկսել եմ ցանել, այսպես, այս էլ այսպես, կարմիր պղպեղ, Վերջ, արդեն տեսքը տեղն է գալի, գեղեցկանում է, լավ, կարմիր պղպեղ անենք, ու դուխովկայի մեջ դնում եմ գրիլի վրա, մենակ վերևը, ներքևը չէ, մենակ վերևը ու վինտիլատորով, ինքը լավ վերեսը կարմրացնում է, հետո շրջում եմ մյուս կողմն էլ է կարմրում, տենց ավելի լավ է, այս էլ բան է, չորացրած ռեհան, բայց կանաչ ռեհան, հա? Հանի հոտ էլ պես չուներ, ժողովուրդ, այս սաղ լցրինք, հիմա անում ենք մի քիչ ձեթ, ես զեյթունի, դուք որը կուզեք, եթե անեք, քանի որ թևիկների ինքը իրանով յուղոտ չի, որպեսի չոր շատ չստացվի, հյութալի լինի, անում ենք այսպես, սրա բութը ուրա, Հնորես ձեռնոցել են ձեռին էինք հակցրել, պստիկ ձեռքերին երենի, ստիպած տերեզին էինք կցել, որ չշարժվեր, սենց լավ համեմունքները լավ տրորեմ, դնեմ երևի թե մի կես ժամ, լավ համտամ, նույնիսկ մի ժամ, որտեղ հլը մտավորապես 2 ժամ կա, որ Արմենը հետ վերադառնա տուն, նենց եմ ուզում անեմ, որ գա տակ-տակ ուտի, հա, երեխեքն ուշ են գալու, Ալոնան 6-ից հետո երևի թե Սամոն 6-ից հետո, Նանիքն էլ հլը չգիտեմ, եթե դասերից հետո դուրս չեկավ ընկերների հետ, լինում է որ դուրս են գալիս, միտեղ նստում են, եթե դուրս չեկավ ընկերների հետ, տենց այդ ժամերին էլ Նանիկը տուն կգա, հա, այսպես, հիմա ես լավ աղանենք, համեմունքը արինք, լավ խառնենք, այն ինչ որ պետք է, սենց թողինքը համը տա, աղը քաշի ջանը, նոր եսի կգնա դուխովկա, այսիքն հիմա դուխովկա կդնեմ, բայց չեմ միացնի դուխովկի,
Всё. Ահա։ Էսի հանում ենք։ Էսի միած ցույց տամ ձեզ։ Ահա, всё, գնաց։ Ժողովուրդ, եկեք ես ձեզ ցույց տամ իմ մեղրով տորտիկի լիստերը։ Ասեցի, չէ, 7-րդը, ճիշտ եմ ասում 7-րդը, հա։ 7 հատ եմ թխել, 7-րդը գնացել է փշրի համար։ Կարող եք քիչ քանակի անել, բայց հաստ ստացվի, կարող եք եւ ինձ նման անել։ Ինքը իրականում ցես կթվա չոր է, բայց իրականում շատ փափուկ է, չգիտեմ ոնց կարող եմ ցույց տալ։ Իհարկե, երբ որ փշուրն է սարքում, ինքը չի փշրվում, թափվում, sense փափուկ իրարից առանձնանում է։ Ահա, հիմա սկսում ենք մի հատ ուրիշ մի քիչ մեթոդ վերցնենք տակի համար, չնայած հիմնականում սա մի չափի եմ անում։ Կրեմը նայեք։ Էսի սլիվկա է ու մասկարպոնե է, կարծեմ ալիքում հենց այդ կրեմով եմ պատրաստել, այնպես որ չափաբաժինները կա։ Նույնիսկ չափաբաժինել ձեզ պետք չի, վերցնում եք այնքան ինչքան ուզում եք մասկարպոն ու ինքնըստինքյան ինչքան ուզում եք սլիվկա, որ ձեր կրեմի չափը կողմնորոշվեք։ Սլիվկան ամենաբարձր յուղայնությունն ունի իմը, տուփը գցել եմ արդեն չեմ հիշում, բայց վլոգներում շատ հաճախ ցույց եմ տվել, եթե կուզեք կգտնեմ կգրեմ տակը, օքեյ, յուղայնությունը, ամենաբարձր յուղայնությունն է։ Ահա, սենց քսում ենք, կողքերը չեմ կտրում, չեմ առանձնացնում նոր կրեմը քսում, ինչու, ասեմ իմանաք։ Դա այս վերջերս եմ սկսել անել, երևի թե նոր տարվա համար էր թխվածք էի պատրաստել, ու այս կողքերը ժողովուրդ կտրեցի, հանեցի ու բան արեցի, գնում էինք, չէ, ստեղ չենք նոր տարին նշել, գնում էինք, այդ կողքի հատվածները շուշուց դրեցի փակ տուփի մեջ ու ուղարկեցի սառցարան, ասեցի, որ ափսոսա չքչանա, հետո թխվածքա ինչ տարբերություն կուտենք, հա, ու տենց հետ եկանք, անցավ երևի մոտ մեկ ամիս, ժողովուրդ, օրերից մի օր մտա իմ խոլոդ որն է 3 հատ դարակուն է, ու հիմա միշտ միս ես ավելացնում, ու չեսեմ նայեմ ընդեր հետևները ինչ ընկավ, դրանք տուփ է ընդեղ, ասես տուփի մեջ ինչ եմ ես դրել եմ խոլոդ ու լրիվ մոռացել եմ անկեղծ։ Վերցեցի, բացեցի, տեսնեմ մեղրով տորտ ու այդվաղ թխվածք էլ չկար տունը։ Վայ մի ուրախություն, վայ մի տոն, մի քեֆ, հատկապես Արմենի համար։ Եկավ տուն, հացը կերավ, կոֆեն դրեցի, այս թխվածքի կողքերը։ Առաջի ռեակցիան գիտեք, որն է, ասում եմ, «Օ, տորտ ես թխել, ոնց որ հələ կողքերն ես կտրել»։ Ասի, չէ, գրպանդ լայն բաց։ Ասի, նոր տարվա մնացած տորտից է։ Մի խոսքով ու տեղից երկար ու բարակ, որ ասում եմ ձեր գլուխը չտանեմ, հասկացա, որ կարելի է այդպես անել։ Հիմա ամեն անգամ որ տորտ եմ պատրաստում, այդպես եմ անում։ Հենց տորտիկը փափում է, կողքերը վերցնում եմ ու ուղարկում եմ սառցարան։ Ու դից թողում եմ մնում է, եթե ասենք օրինակ այս թխվածքից հետո ուրիշ թխվածք չթխեմ, կհանեմ այդ դրանից կօգտվենք, բայց եթե դրանից հետո ուրիշ թխվածք կա, այդ կմնա։ Ու հենց մարդս մի օր նեղն ենք, սենց կոֆե ենք ուզում մեղրով տորթը, ասում եք սպասի խոլոդու մեղրով տորտի կողքեր ունենք։ Նենց որ դուք էլ փորձեք հաստատ շատ հաճելի է, գիտեք ինչի նման է, եկեք համեմատականը հենց նոր մտքովս անցավ, այն որ ուպս մեկ լինում է, որ կուրտկա եք հագնում ու գրպանը փող եք դնում, գումար եք դնում ու հետո այնպես է ստացվում, որ այդ կուրտկա չեք հագնում ու այդ գումարը մնում է այդ կուրտկայի գրպանում ու հետո ասենք մեկ տարի հետո դուք որ այդ կուրտկան հագնում եք մեկ էլ հա, փող են գտնում, դեկոս մի փոքրիկ գումար, բայց ձեզ համար ինչ որտեղ հաճելի է, չէ, ասում եք գումար գտա, նման նույնն էլ էդի է, գումարի նման մի բան է, պրոստը գումարի տեղը մեղրով տորտի կողքեր եք գտնում, այսպես ժողովուրդ, հիմա ես սրա հարցերն էլ արագ լուծում եմ ու գնում եմ իմ հարցերը լուծեմ, հասկանամ ինչ եմ հագնելու, հասկանամ ինչ եմ անում, մի հատ ինքս ինձ խնամեմ, խելքի բերեմ, քանի որ աշխատանքից հետո որ գալիս ես հոգնած ես լինում ու տեսքդ այն չի լինում ու ես վստահ եմ, որ հիմա իմ տեսքը այն չի, բայց դե ոչինչ, հեսա կթարմացնենք մեզ, ընդամենը մի քանի րոպե մեզ ժամանակ է պետք, ես սրա հարցերը լուծեմ, թևիկները, ուլալա, թևիկները արդեն միացնեմ, որտեղ Արմենին մնաց մի 40 րոպե որ գա,
Կակրած թևիկները սպասեք միացնեմ։ Թևիկները միացրեցինք, ժողովուրդ։ Սենց լավ է, թող լինի, որ ես հանգիստ լինեմ։ Ինչ-որ թևիկները կլինեն, մենք էլ կտենենք ինչ ենք անում։ Հուսով եմ իմ բաժանորդներին նորից եւս մեկ անգամ կհանդիպեմ ֆիլմի դիտման ժամանակ, որտեղ նախորդ անգամ մի 2-3 հոգու հանդիպեցի, շատ հաճելի էր իրականում, որ մոտենում են ու ասում են, որ մենք ձեզ դիտում ենք։ Հետաքրքիր զգացողություն է իրականում, որովհետև ամեն դեպքում սենց շփվում եմ, գիտեմ արդեն ձեզ մոտավորապես ձեր նկարներով ճանաչում եմ, բայց անձամբ որ չեմ ճանաչում, հետաքրքիր է լինում, որ հանդիպում ենք, այնպես որ հուսով եմ, որ այսօր եկա հանդիպենք։ Ուզում ես քուչուրը լսնեմ ստե կոպրեզնություն անում։ Այսպես։ Ժողովուրդ, իմ տորթիկը պատրաստ է, իհարկե պետք է հələ փափկի կողքերը կտրեմ, կրեմը հազիվ հերիքացրեցի, ժողովուրդ, քչություն էր անում։ Այսպես, հիմա դեռ լիքը նայեք ամաններ ունեմ, ամաններն էլ գցնեմ, միացնեմ ու գնամ պատրաստվեմ, կհանդիպենք արդեն երբ որ դուրս գանք գնալու լինենք։ Տեսել թևիկները, իրականում կամերան չի փոխանցում, բայց իրենք ավելի կարմիր են, քան թե գույնը հիմա դուք տեսնում եք։ Եկեք մի հատ էլ ափսեի մեջ դրանց ցույց տամ, տեսեք ինչ խրթխրթում։ Սենց համեղություն ստացվեց մեզ մոտ։ Վերջ ժողովուրդ, մենք պատրաստ ենք, հագնվեցինք։ Այստեղ երկու հատ փոքրիկ նվեր եմ պատրաստել Մելինեի ու Ստելայի համար, քանի որ իրանց ծնունդներ, Մելինեին 3 էր, իսկ Ստելային այսօր է, այսպես որ փոքրիկ նվերներ իրենց եւ շարժվեցինք։ Գնացինք։ Մենք արդեն մեքենայի մեջ ենք։ Ողջույն բոլորին։ Արմենը ուշա միացել մեզ, ես արդեն վլոգը շատ վաղուց սկսել եմ, Արմենը խաբար չունենք, տորթ ենք միասին պատրաստել, հավի թևիկներ ենք եփել, հավի թևիկներից թե ասա համով էր, էդ ինչ է նշանակում, որնա ճիշտ ասա, նայ, Կարտապուստան ես ծրեցուս ասիր ամոջի դուրը բացում էի ու Եստե կնով կեքի մի ուզում էի պատուանը պագի, որտև աղմուկը խանգարում է ասիր կպագի վախեցար վախեցի լավ բացվեր թրմեն ու ես տես բակ կանեմ, չենք թրմի, չէ, որ պիտի թրմենք մի խոսքով, հիմա էլ գնում ենք, ասեցի գնում ենք ֆիլմը դիտելու Արմենը լավ հոգնած էր եկել տուն Զորով հանել ենք Զորով տեղից հանել ենք հասկանում ենք կակրած էսոներին պետք է հոգնած Դե աշխատանքային օր է, չաշխատանքային օր լիներ ավելի լավ կլիներ Աշխատանքային օր կա, որ շատ հոգնած չես սրնում, բայց Այսօր էդ օրերից էր Այսօր էդ օրերից է եղել Արմենի մոտ Խոսքով հիմա գնանք ինձ թվում է որ ֆիլմը նայենք, ծիծաղանք, սենց էմոցիաներով լի, մեր հայության հետ։ Դու պատկերացնում ես ինչքան հայ է լինելու նորից մի տանիքի տակ։ Հենց որ այդ ամեն ինչը իրար հետ ինձ թվում է կմոռացնի մեզ մեր աշխատանքային ժամերը։ Այդտենց հիմա գնում ենք, մի քիչ շուտ կհասնենք, մենք ինչպես միշտ մի քիչ նկարահանեմ, ձեզ ցույց կտամ։ Եվ իհարկե հետո արդեն կկիսվենք մեր տպավորություններով։ Իսկ եղանակը ժողովուրդ պարվիլները որ ամսին է լինում, ապրիլի, չգիտեմ, բայց ապրիլին է լինում, թե մարտի վերջին։ Հա, հիմա ինձ թվում է, որ այս եղանակը մտածում է, որ այդ սեզոնն է, հələ այդ ամիսն է, ու ոնց որ պարվիլներն էլ լինի, քամի է, անձրև է, հետո արև է, հետո ամպ է։ Հիմա նայեք, հիմա արև է, չէ՞։ 15 վայրկյան հետո կարող է ամպի ու անձրև կա։ Հետո նորից արև էլի, նոր ծիածան տեսանք, բայց չնկարեցի։ Այսպես, հիմա գնացինք։ Ժողովուրդ մենք արդեն հասանք մեր ֆիլմի Տոմսեր աղջիկների մոտ է հիմա։ Չգիտեմ, հեսա Մելինը կասի ինչ է,
մեր էկրանը, Մելինեին տեսանք, բարևեցինք, պաչիկներ արեցինք, իզի մեր սիրունի կաղցիկները ստեղ, տիպիսկաները մեր։ Ասում եմ, մեր տոմսեր ես ոնց եմ դուրս ու ներս անել, ասում կադեմ կճանաչում են, դու արխային գնա արի։ Դա, մի քիչ Մելինեի հետ փորձեք մի երկու բառ խոսանք, տնանք կստացվի, բայց այսօր ոնց որ ամենամատաբար անցած անգամվա ավելի հանգիստ է Մելինը։ Անցած անգամ շատ էր, չէ՞ լորված։ Երևի որ տեղերով է դրամ, տեղերով է։ Տեղերն էլ կա, արդեն մարդիկ ամեն մեկը իր տեղը։ Դա Մելին։ Ասում եմ, այս անգամ ավելի հանգիստ է, ստրեսի մեջ։ Հանգիստ եմ ավելի։ Հասկացում եմ։ Այդ պահով հանգիստ եմ։ Իմ սիրելի Սերինեն։ Իմ սիրելին Մելին ջան, ուղղակի այսքանի վաղ ոնց որ շփումը մի քիչ sense մեղբան էր եղել, չէ՞, ամեն մեկը մեր փորձերով կամ պաուզա էր մի փոքր, որ կարոտեին մեզ։ Իրան լավ կարոտել ենք, ոչ անգամ արդյոք չենք իրար տեսել։ Ճիշտ է, Ամիս առաջ։ Բա, ամոթ մեծ, Ինչ անենք գործի պահով չենք հասցնում։ Հա, դե հիմա ասա, տենամ ինչ ես ուզում ասես, ոնց է կազմակերպչականը, մեր էմոցիաները։ Կազմակերպչականը մեր դերասանական խմբին ենք սպասում։ Մի հատ բոլորովս տեղավորվենք եւ ինձ թվում է մեզ բավականին հաճելի երեկո է սպասում, երեք ամեն ինչ լավ ընթացավ նասիստը։ Donc ինձ թվում է որ շատ լավ ժամանակ են անցկացնելու։ Այս անգամ սենց ստացվեց, այս անգամ ճիշտ ասած ես միշտ ասում եմ մեր երկրորդ քաղաքը Լիոնից հետո Նանսին է, Նանսին Լիոնին մի փոքր յուրահատուկ վերաբերմունքով ենք մոտենում։ Էլի մերն է, որ ասա Լիոնն է մերը։ Այնպես էլ Նանսին, կամաց ոնց որ զարգացրել ենք ու սովորացրել ենք հանդիսատեսին ու իրոք չգիտեմ, ես մեծ բավականություն եմ ստանում ամեն անգամ Նանսի հաճել Նանսի լինելուց, հայ Լիոնի մասին չգիտեմ խոսքովերքները ասեմ, որովհետև երկրորդ անգամ այսպիսի ահռելի սրա մեծությունը ժողովուրդ չէի սպասում, հլնակիչ մեծ է տեղանոց ու համարյա թե կոմպլեյնք Կլինենք, ես թվում է սա վերջում էլի մարդիկ կլրծվեն ու կոմպլեյնք զանգերը էլ արդեն չեմ էլ հասցնում պատասխանելու ուղղակի ժողովուրդ ջան մի թողեք վերջի պահին մեղք ենք Այո, նախորդ, ոնց որ մենք հենց անոնսը դուրս է գալի, շուշուտ զանգում ենք կամ գրում ենք, տոմսերը ամրագրում ենք որպեսզի ձեզ համար էլ հեշտ լինի, մեզ համար էլ համենայն դեպս ինչ էլ որ լինի, մեծ հաճույքով բոլորից սպասում ենք հաստատ մենք էլ հաճույքով գալիս ենք իսկ մենք դրա համար շատ ուրախ ենք մերսի Սերին ջան դե դες ասեմ առայժմս տեսնեմ ֆրամդեր բանա այն որ ասում են ֆիքս չի ֆրացո նորմալ է ես էլ եմ Պոլիվալան Կամաց մեր ժողովուրդը հավաքվում է, կազմակերպչական արտակարգը, հանգիստ, մոտենում են, տոմսերը իրանց անցկացնում են ու գնում են ներսեն էլ Արմենը, գնա, կհանդիպենք ներսում, ես կգամ, սպասում ենք, տեսնենք, հա, իրար շարքի վրա ենք նստած մենք, բոլորս, սենց կիպ նստած ենք Ստացում ենք արտիստները մոտենան, տեսնեմ եթե կստացվի մի փոքրիկ էլի կզրուցեմ, ոնց որ նախորդ անգամ Հուսով եմ, որ կստացվի Այսպես ժողովուրդ Ենքան շատ չեմ ուսուցադրում, որտեղ որ ժողովուրդն են գալիս ու կփորձեմ մի փոքր հատվածները ցույց տամ իհարկե թույլատրելի հատվածները, որոնք որ YouTube-ում շրջանառվում են, հա, մենակ այդ հատվածները կարող եմ իմ ալիքով ցույց տալ, որտեղ մնացածը պետք է գաք, դուք ինքնուրույն դիտեք Չէ՞։ Դու համաձայն ես իմ հետ։ Համաձայն չես կատապուլտը նորից կսխնեմ։ Չէ, դու կնեք եկից գործ չունես։ Արմենին վախացրել եմ մեքենայի մեջ արդեն։ Ինչ ասեմ համաձայն այդպես։ Հավի թեմիկները համով էին։ Մեր ռոպտորտը չոր չէ։ Չէ։ Շատ պապուկ էր, խապում է, հələ չեր պապկ է, բայց վախենում են, ուղղակի ասում է պապուկ էր։ Մի ժամից քիչ էր անցել, կողքից կտրեցինք, սուրճի հետ վայելեցինք։ Սպասեմ իրար։ Հա? Սպասեմ իրար։ Ոնց կուզես, ուզում ես սպասի, ուզում ես մտի։ Ապխե որ մտնես բան չկան դա անելու, ինչ պետք է անես մենակ նստած, մերոնք հələ չեն եկել։ Ոնց որ մնա իմ կողքը։
Նա հեսա կամացից տեսնենք իջեք։ Մենք նստել ենք արդեն մեր տեղը, ամենալավ տեղերն է, VIP տեղերն ենք մենք մեզ վերցրել։ Մեր ադիբուդին մեր մոտա։ Սպասում ենք դերասաններին չստացվեց հանդիպել, քանի որ նրանք ցավոք որոշել են վերջում գալ։ Դե ոչինչ, ամեն դեպքում, բայց դե զալում կտեսնենք, մենք այնքան մոտիկ ենք նստել, որ սես ձեռքով կարանք դերասաններին, հոպ, բրնենք տանենք խոսացնենք։ Չէ, դե հիմա։ Դե եթե մարդիկ ուշ են գալու, ինչ անենք, ոչինչ։ Կարևորը, որ ֆիլմին ներկա են, դա արդեն մեծ բան է։ Դե մեր ժողովուրդն է նստած, Ստելիկ։ Ստելան։ Սա մեր Ստելայի ծնունդն է։ Շնորհավոր Ստելայի ծնունդը։ Սպասում ենք Նելի հենց։ Մինչև Նելի ենք չգան, ֆիլմը չի սկսելու։ Հուսով եմ այս անգամ մի քիչ ավելի տեղավորվելու խնդիրները ավելի հեշտ եղան, չգիտեմ։ Համարակալումն էլ իր ուրիշ բարդություններն ունի, բայց ամենայն դեպս հուսով եմ, որ բոլորի համար ամեն ինչ օքեյ է։ Նախ ուզում եմ խորի շնորհակալություններս հայտնել ձեր այսօրվա ներկայության համար։ Եվս մեկ անգամ կարողանում ենք այսպիսի ահռելի մեծ սրահ զբաղեցնել եւ դա միայն ձեր շնորհիվ է։ Ուզում եմ շատ բարձր ծափահարենք մեր Լիոնի հանդիսատեսին։ Անչափ շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր բարբերաբար կիսվում են, հուսով եմ, որ ձեզ շատ չեմ անհանգստացնում, բայց հավատացեք, այս կիսվելու process-ը շատ է օգնում, որպեսզի ինֆորմացիան տարածվի եւ կարողանանք ունենանք այսպիսի լեցուն սրահներ։ Ուզում եմ նաև խորին շնորհակալություններս հայտնել բոլոր մեր խմբի անդամներին, Լուսինեի ղեկավարությամբ, որ գործում են էկրանի հետևում, բայց հավատացեք մեծ աշխատանք է կատարվում, մինչև մեր հայկական ֆիլմերը Երևանից բարձրանում են Եվրոպայի տարբեր քաղաքների մեծ էկրան։ Շատ չեմ ուզում երկարացնել, որովհետև երևի անհամբեր սպասում եք ավելի ստեղծագործական խմբին, ուզում եմ բարձր ծափահարություններով, բայց շատ բարձր խնդրում եմ դիմավորենք Գարիկ Խաչատրյանին, Ռոբերտ Մատիոսյանին և Ամեն Օքսյանին։ Շատ շնորհակալ ենք ձեր ներկայության համար։ Bonjour. Եկեք ես փորձեմ սենց խոսամ ուսամ կլսեք Ռոբերտ Մարտիրոսյան, Արմանը Սարգսյանի Արման Սարգսյան ֆիլմի ռեժիսորն է, Ռոբերտ Մարտիրոսյան ռադիոյի հետներս եկել է։ Ընկերությունը անում ինչը շատ գնահատում ձեզ, անչափ շնորհակալություն ձեզ ջերմ դիմավորելու, ձեզ ծափողությունների, ես ջերմության համար։ Այս պահին կրկին փորձիր ֆիլմը ցուցադրվում է աշխարհի բոլոր քաղաքներում, որտեղ հայեր կան, մենք բոլոր քաղաքներում չենք կարողանում լինել, բայց այնպես ստացեց, որ վիտամին ակումբ ունեինք օրեր առաջ ու հնարավորություն եղավ գոնե երկու քաղաք այցելել ու շատ ուրախ եմ, որ Լիոնը քաղաքներից մեկն է։ Ու ես ոնց որ հասկանում եմ, որ այստեղ մենակ Լիոնից չեն երևի հայություն, էլի ուրիշ քաղաքներից են մարդիկ, որտեղից եք եկել։ Տուլուզ։ Վիտամինի համերգի ժամանակ, շուք է։ Վիտամինի համերգի ժամանակ։ Որ $150 քերեցիք։ Աջան։ Ես բացես։ Ինչ չդզեց բայց։ Ես դες կգամ բացանա։ Ես դες կգամ։ Գներեք։ Եթե դեմից ասեք, էլի միշտ։ Էլ որտեղից կան այր, էլ որ քաղաքներից։ Վիենայից։ Վիենա դի ուրիշ Լիոնի կողմնա։ Վիենա։ Չէ, Վիեն։ Վիենա, ես ասում Վիենա, ոչ եմ ասում Վիենա։ Էլ դուք մասաժով բանով ուսի ճարաչի շարկը, որ ձգները ոտի կաշին ուտում են։ Դստացավ, շատ սիրուն եմ դստած, դզեց։ Էլ որտեղից կան։ Ստրասբուրգ։ Գրենովել, հորինում եք, ես կաղաք, կայրով եք։ Դուք որտեղից եք։ Անսիից եք, բարի գալուս, դուք ընտանիքով եք եկել։
Մենակով եք անսի մոտ, հա? Հես է, երկրորդ արգը։ Են որտեղից։ Որ արգը ծանոթա է դեպ երկրում, բանելու որ չեմ ասկարում։ Ասեք են որտեղից։ Ստրասբուրգից, բարիգալուս, տան դուր։ Սպիտակից։ Դզեց։ Իսկ կա մարդիկ ովքեր Հայաստանից են ու ոնց որ պատահաբար ստեղ են իրանք եկան ֆիլմ։ Հա, որտեղից։ Ես քոցանը տանեմ։ Զեմլյակ։ Ենք դրա դավտաշի։ Բոլորս։ Ամես նաև ամենք էլ ատվորմ այլ են։ Տեքստիլ, հա, տեքստիլ այլ։ Շատ այս ովա ըզձեզ ամեն առաջին է եկել, սեզ դեր նստած։ Լիոն հակ, ով առաջին է եկել։ Հլո ամեն տարեթիվ ասենք։ 1900։ Մենք ավելի շուտ ենք։ Բավի։ 84։ Ով է 76։ 76 ով է եկել ու նայել է խոսում է։ Ով է 76 տվին եկել։ Դու 76 տվին եկել։ Որպես դու դեսրի սամելյոտ կար։ Դեզ դու թուղթեր ունենան։ Հենց իքրը չունի ես հետա։ Ռեբերտուրում լավ չէ։ Ուզում ասել, որ կրկին փորձիր ֆիլմը ընտանեկան կոմեդիա է, շատ լավ որ երեխաներ հետ եք եկել, հուսամ կհավանեք, բարձր կծիծաղեք, լիքը կարոտներ հետ կառնեք, որտեղ շատ հայկական հետաքրքիր տարատեսակ մշակույթներ կա մեջը, որ ձեզ ցուցադրելու ենք, երեխաները ովքեր այստեղ են ծնվել մեծացել, հայկական հումորի հետ կծանոթանան, գիտեմ որ Լիոնում 100,000 հոգի մարդ կա, ճիշտ է, դեց եմ լսել, ինչքան հայ կա, մի 100,000 չէ, ես շատ ուրախ եմ, որ մոտավորապես 400 հոգին եկել է, հայերը որ սենց միշտ միասին են, շատ դուր է գալիս, որ մի բանի շուրջ հավաքվում են կպացեն, այդ միտիրա։ Իսկ խալզալ եմ գնացեք ես ուզում եք ասել։ Ռոբերտ Մարտիրոսյանը հինաշալի բան է մտածել, ուրեմն քանի որ մի քանի օր հետո մայիսի 30-ին մեծ քաղաքում մենք վիտամին ակումբով համերգ ենք ունենալու։ Մարդիկ կան այստեղից, ովքեր գնում են մեծ քաղաք վիտամին ակումբով։ Շատ գնաց կով ես գնում, չէ՞։ Լավ, դե ուզում եք տոմս խաղարկի, չեմ խաղարկի, հա։ Ես եմ տոմս տվեր, ուզում եք տոմս տվեր, վիտամինի երկու հատ մերսի, բայց Դյուսելդորֆը բա։ Իչա, լուրջը հետևել եմ, եթե չեք ակ։ Ով է պատրաստ գնա մեծ սաղսկիմի $1000, գնա մեծ 40 եվրոյն է վերտանք։ Լավ, ուրեմն խաղարկությունը անում եք, կարող է, օրինակ, կարող է ձեր բարեկամին տակ մեծում։ Դուք կարող եք ունեք տոմս արդեն։ Եկի գնեք դուք, ուրեմն չեք մասնակցել։ Հիմա խաղարկ եք, չէ՞։ Այո։ Ուրեմն գիտեք ինչ եմ ուզում անեմ։ Եկեք, մենք ուզում էինք օրինակ այն օրը նանսիում անեինք սա, ես բայց համառորեն հիմա եսի պնդելու եմ էլի անենք, որովհետև Ֆրանսիան ինքը սիրո քաղաք է։ Երկիր ես դաժե կասեի քաղաք։ Լիոնը այսօր սիրո երկիր է, մարդը որ իր զույգի իր ընտրյալի նշանացի և կնոջ հետ է եկել։ Զույգերը դա կլասույգերը։ Ես ուզում եմ զույգերին տամ, քանի որ տոմսը զույգով է երկրորդ հն։ Հիմա էր զույգով ամենակրքոտը համպուրվեց դարձը։ Ես գարիք ու արման նայում եմ ուշակի։ Ումից եք սկսում, ով ամենահամարցակը։ Ով է դասում, ես չտեսամ, ես պոպկոր էր ուտում։ Ոսոր պոպկոր կերակր էին իրար, թե։ Ումից եմ, չէ, էդի կներեք, բայց մեկ չտեսակ։ Չգարիք չես տեսակ, բայց եմ զույգի վետ ընկատես ոչից չպոխեց ընտասկ, միկրոս պոպկորն ուտում է ստապ է չավեց է ուտասկ։ Հովոն չի գտնում ուսնեն որտում։ Ձեզանից ենք Հովոն չի գտնում ուսնեն։ Չէ, լավ, ուրի, ով կա, երկու հատ տոմս եմ դալի լավ, 100 եվրոյանոց տոմս է, Որտեղ իր ծննդյան ինքը եկել է ձեր ֆիլմը նայում։ Լուրջ? Ոչ, այո, բայց Չէ, իր ծննդյան օր եկել է, չէ, ինձ պետք է սեծ ամյան շնորհավորում եմ, սրտան շնորհավորում ենք ձեր ծննդյան օր եկել բարձր ծաղվեք։ Ես
Ես կարող եմ որոշել եք լավ անցկացնել։ Հետո։ Չկա մարդ։ Չկա։ Անցանը մարդու ասում պաչը։ Անցանը պաչովերը չեն տալիս, զույգ։ Մենք գործում են տրոնում չի։ Ինչ։ Զույգ են իրանք։ Բաբետ եղբայր եմ։ Կարենն է։ Կարեն։ Ված խնդրում եմ։ Լավ, Գնա դե։ Հապույց ստացավ։ Երբան եկեք ձեզ Եկեք ձեզ օգնեմ ձեզ ձեռքը։ Բարև ձեզ, ձեր անունը, Ստելա ձեր անունը։ Կարենի և Ստելայի բարձր ծափարում ենք։ Այդակություն ենք ձեզ մատում, Վարեն ջան։ Ճիշտ է, մի քիչ գրդոն արես, լավ չանքոր։ Ոնց է, հիմա գնաս, դու գիտես։ Ես դուրդ եմ ասում, դու պետք է միած սերը ցույց տակ։ Լավ եմ ճանչում, հապում ես։ Ես պետք կարելի հետ պաշվեմ նայք։ Լավ, խնդրում եմ, ձեր կոնտակտը տվեք, ես փոխանցեմ մեր ով զբաղվում է տոմսերով, կասեք, ստեղ գրեք, էլի մի հատ։ Ով իրանք գիտե, ժողովուրդ։ Ես դու փոխանցեմ, ես Դուք գիտեք ճանաչում եք իրանք։ Վեր, դե ուրեմն իրանք գիտեն, ես իմացա վերևներից։ Եվ մի հատ էլ վերջում հայտարարություն անենք ու արդեն ֆիլմը դիտեք, էլի։ Ցավոք մեզ հետ այստեղ պետք է Արամ Էմպետրի գար։ Մենք ասել ենք, որ պետք է գա խոսք էինք տվել, իրոք եկել էր մեզ հետ ուղղակի առավոտյան վատ բան եղավ, ինքը խանութից բան գողացավ, բռնեցին։ Դուք հիմա նստացա։ Հիմա մենք գնում ենք արեք այդ հարցերով զբաղվեք, դուք էլ ֆիլմը նայեք։ Ջորջ ջան, եւս մեկ անգամ շատ մերսի մեզ ընդունելու համար, ուրախ ենք որ այսօր դեպի մարտիկում եկան։ Սիրո հայրություն շատ բարձրացել, որ այս մարմուրը ստեղծվել է, ես ուզում Արսենի բարձր ծափարել, որ կազմակերպել է, որպես դուք ֆիլմը դիտեք, որտեղ նմանատիպ մարդիկ բոլոր քաղաքներում ոնց որ կամուրջ են հանդիսանում Հայաստանում ստեղծվածի եւ հայերի այդ ամեն ինչը վայելելու միջև եւս մեկ անգամ լավ մնացեք եւ ձեզ բարի դիտում։ Միակ մեզ նվերներ են բերել, Արգես։ Ասա գնաց։ ամենալավը իմնա, չէ։ Ինչ եք պաչում։ Ես դե 3 անգամ ատում։ Այդ պատամ, էլի վաչեինը չտանենք, վաչեն ինձ ծանդրավ, տեղ չունեմ ես վաչեինը։ Վաչեինը չտանք։ Շատ շնորհակալ եւս մեկ անգամ բարի դիտում։ Ոնց տեսնում եմ բոլորդ լավ եք։ Քանի որ Մելինեն շատ սիրված է մեր բոլորի կողմից, չի կարող չանդրադառնալ։ Ամաչացում եմ։ Երեք մեր շատ սիրելի Մելինեի ծննդյան օրն էր։ Շնորհավորենք նրա տարեդարձը։ Մեր շնորհակալություն հայտնել իրարին ազգանվեր գործի համար եւ պահանջել, որ սա շարունակական լինի։ Այո։ Ձեզ բարի դիտում։ Անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցս, շատ մեսաժներ էի ստացել, փորձում եմ բոլորին պատասխանել։ Անչափ շնորհակալ եմ իմ խմբի ողջ ազնագազմին, մեր գլխավորությամբ։ Մեզ բոլորիս մաղթում եմ բարի դիտում, կհանդիպենք ֆիլմից հետո։ Շատ սերն է, ամենասերն է։ Կոզեր կոնրին։ Կներեք դուք ով եք։ Լավ կկատարի քո ցանկությունը։ Ինչ ցանկություն։ Այն որ նոր ասեցիր։ Ինչ ասեցի։ Ասեցիր ամեն ինչ կտաս, որ Վիկոն լինի քո։ Բայց այդ ոնց լսեցիք ես։ Բարի գալուսներ օֆիս։ Ես այդ Անչափյանքի նոր կայարանն, հա։ Դե սա
ամենալուսավոր օֆիսը, որտեղ իրականացնում ենք ամենամութ մտքերը։ Իսկ ունենք։ Աստիճանաբար իջնում ենք վերևների մոտ։ Այսինքն իմ։ Հա, այս են խնձորնը, իմ առաջին պրոյեկտը։ Սաթեն։ Ինձ ասա Սաթեն։ Ինչ ես դուք վախեցած նայում։ Ինչ սա պապաս։ Ես ձեր դեմ բան չունեմ։ Մենք միշտ նշում ենք ձեր Հալովինը։ Հալովին, Հալովին, մեծ սիրո Հալովին։ Ես իրոք ձեզ շոզացավ իրավոր եմ իսեր Աստծո։ Իսկ կներեք ես պիտի գնամ, ես աշխատանքի եմ առավոտ։ Միքո, ես քեզ շատ եմ սպասել։ Իմ ամբողջ կյանքը։ Ես հենց քո մասին երազել։ Ես էի այո։ Չէ, բայց էհին էլ էր։ Շատ բնական է։ Ասեմ ավելին, սա կարող է դառնալ իրական։ Բայց ո՞նց։ Շատ հեշտ, ուղղակի հոգիդ վաճառում ես ինձ, իսկ դրա փոխարեն ստանում ես 6 ցանկություն։ Չէ, բայց ես հոգիս չեմ կարող տանձ։ Հոգիս տան հետո ես պրոբլեմներ ունենամ։ Չէ, ինչ պրոբլեմ։ Խոսքի վիզա չկան Եվրոպայի։ Որ հոգի չունենաս, Եվրոպայի վիզա ավելի հեշտ կտան։ Շնորհակալություն այսօրվա համար։ Շատ լավացա։ Ես անակնկալում եմ ելի միատ։ Պատրաստ ես։ Սամոն գիտես տենը։ Սամո։ Իջավանելու ես առաջ կեզ։ Սամոս։ Այգան։ Ինչու կանգարար աշուղ Միքո։ Շարունակի։ Ինչպես մեղուն ծաղկի կերցայի բայց կիզ գթա անուշյարին Տարար խիլքս իմ նազանի դոշըտ պայլուն մտիկ անի Քիզին կնդրել դոնի մարալ 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 Արքայա դուստր Ես քեզ կսիրեմ Թու իմ մուսան ես թող սիրտս կոմոտ մնա Ես էլ քեզ սիրեցի աշուղ Միքո։ Օրես մեջ ցեցեր կպտտի։ Արքայ դուստր, արքան կկանչե։ Էստեղի մեստեղ աշուղ Միքո։ Ներող քրնից, բայց մի հատ էլ եմ կարգցել Եթե ասում, ինչ եղավ կակավ, աչկը թափավ Ամեն բան լավ
Աշուղմիկո։ Դե թարի, ինչպես սիտն է թևերը բացում և թռնում Արկայա դուստար Ամեն բան լավ է աշուղ։ Դե արի փախչինք ժամ չունին Փախչինք ինչպես եղնիկը կփախչի գայլի ողմակից Փախչինք ինչպես անձրևի կաթիլը կփախչի սև ամպից Աշուղմիկո, ինչ որ աղմուկ կլսի, մարի վրազինք։ Կարծես պահակախումբը դեսնա գալիս։ Պահակախումբը գուքա ինչպես կաթնակ էր մանուկը գուքա մոր կրծքի Հասկացան, կարի գնանք արդեն, հենա երևումին։ Երևումին ինչպես արևը կիսան ամպի ետևից Արի փախչինք, արդեն հասնումին։ Հասնումին ինչպես վտուղը կհասնի բերքատու ծառիվը Աշուղմիկո Վերջ ժողովուրդ, մենք ֆիլմը դիտեցինք, շատ լավ ֆիլմ էր, հավես էր, բավականին ծիծաղացինք, հատկապես խամյակի վրա ու բոլորս հասկացանք, որ մենք խամյակ ենք ուզում Լուրջ եմ ասում, Միլենը ընդից, Ստելան ընդից, ես ընդից, Անշել ասում գնամ գարքին գտնեմ, ասում այդ խամյակը որտե տուրարն եմ էլի Մի խոսքով աշկիս մենք խամյակ ենք բոլորս պահելու, բայց ում տունը չգիտեմ, մեր տունը անհնար է Շատ լավ ֆիլմ էր, իրոք շատ հումորով ֆիլմ էր, խորհուրդ ենք տալիս, եթե ձեր քաղաքներում ցուցադրությունը լինելու է, անպայման գնացեք եւ վայելեք, լիցքաթափվեք, որ ուժ ու էներգիա ունենաք, որ հաջորդ օրը հելնեք ու գնաք գործի։ Դու ունես չէ՞ հիմա ուժ ու էներգիա։ Հա։ Դե ինչ որ մեզ մոտ անձրև, թելը մի հատ նայեք։ Մի քիչ թրջվեցինք ու արդեն ուշ է ժամանակը, մենք գնացինք տուն, ձեզ ինչպես միշտ ասում ենք շնորհակալություն որ դիտում եք։ Մնաք բարով, պաչիկ։